գյուղում չունենք մշակույթի տուն, ասենք բոլոր այս գյուղի երեխաները դժվար են այդ աղումով, որովհետև ոչ մեկը դե հիմա դպրոցը չի, հիմա ուրիշ բան եմ ասում, ասենք հնարավորություն չկա տրանսպորտով, ասենք ուզենաս երեխայի տանես, ասենք թեկուզ փարակար կամ մեջմիածին, դա ֆինանսա, չկա գյուղում այդ ինչ-որ մշակույթի տուն, որ մեր երեխաները հաճախեն ինչ-որ մի տեղ խմբակների կամ ինչ-որ մի բանի, այդ հարցն եք ուզենան, որ լուծվի։ Ձեր ծրագրում կա, չէ՞, երթուղի տրանսպորտի միջհամայնքային ունենք ծրագրում տրանսպորտը, բայց այստեղ կա նաև տրանսպորտային մարշրուտ ասվածը, հա, ինչ-որ բնակիչներին ոչ անհարմար չլինի ամեն ինչը, պետք է մենք նախարարչինը շփվենք բնակիչների հետ, հասկանանք որ ժամին, որտեղից այդ ամեն ինչը կարանք կազմակերպենք այդ ծրագրում։ Իսկ ում այդ հարցի լուծումն էլ շատ արագ լինի, որտեղ գոնե մեր երեխեքը կհաճախեն ինչ-որ խմբակներ, թե չէ տենց ֆինանսը որ հաշվում ես, ընդհանրապես կա հնարավորություն չունի, որ այդ միջոցները։ Շարանում են Երևան տաներ խմբակների։ Դե հա, այո, որովհետև տրանսպորտը 300 դրամ արժի, բոլորն էլ գիտեն, ասենք ես ունեմ 3 երեխա, հաստատ ես չեմ կարա այդ գրաֆիկով, ասենք 3-ին էլ ամեն օր տանեմ ու այդ տրանսպորտի, իսկ եթե ունենանք գյուղում ինչ-որ խմբակներ, բնականաբար մեր գյուղում մեր երեխաները տեղյակ չեմ ճիշտ ասած։ Նախկինում 250 դրամ էր, 300 դրամ։ Ուղղակի եթե ունենանք մեր գյուղում մշակույթի տուն, մեր երեխաները չեն գնա ուրիշ տեղեր։ Այդ ակնկալիքն է, թե այլ սպասելիքներ էլ ունեն։ Դա է միակ խնդիրը գյուղում։ Դե հիմնականում դա է, ասենք, հա, հիմնականում դա է, մնացած ամեն ինչը դպրոցը նորակառույց ունենք, խաղարապարակ ունենք, որ մշակույթի տուն ունենանք շատ լավ կլինի։ La ballerina.